Նիկոլ Փաշինյանը օրերս գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, Վլադիմիր Պուտինի հետ ունեցավ հանդիպում, նիկոլական, այսպես ասած, թևը ներկայացնում էր, որ տեսեք, Նիկոլ Փաշինյանը Պուտինին 10-0 արեց, որովհետև ասեց, որ Ռուսաստանի քաղաքացիները, ավելշուտ օտարերկրացիները չեն կարող մասնակցել ընտրությունների, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահը խնդրում էր, որ Փաշինյանը թույլ տա պրոռուսական ուժերը մասնակցեն խորհրդարանական ընտրություններին Հայաստանում կայանալիք։ Նախ Լուսնե ջան, Նիկոլ Փաշինյան 10-0 մենակ կարմանի հայ ժողովրդին։ Նա ոչ մեկին այնտեղ 0-10, այլումա բոլոր տեղերում։ Այդ ասում են 10-0 արեց, հիշեցի այն 18 թիվներ, որ Պուտինը եկավ ստե, որ չդիմավորեց, Պուտինը չռված խոսում էր, ու հետևանքը եղավ են, որ մենք մի հատ ցեղասպանվեցինք ու Արցախը կորցրեցինք։ Ու մի պահ խելոքացել էր, հիմա նորից աշխուժացել է Նիկոլ, իրան թվում է իր արևմտյան տերերը էլի իրան կարան մեշկլնեն, ու ինքը կարենա Պուտինի հետ տենց խոսա։ Նախ ես չեմ տեսել Պուտինի հետ ինչա խոսացել, որ մատել 10-0, 10-0 դու Պուտինի բան կարաս անես, հա որ ասլակ սահմանադրությունը չի թույլ տալիս։ Այո, որ օտարերկրական Ռուսաստանը եթե ուզի, Լուսնե ջան, Ռուսաստանը եթե ուզի, ստեղ ասել Նիկոլին Սալֆետկով կվենի կշպարտի իր ուզած մարդուն կբերի կդնի ստե։ Եթե ուզի խառնի մեր ներքին կյանքին։ Հա, այսինքն ռուսը ուզում ասել մի հատ բանանի Նիկոլն էլ կարումա չթողի, հա, ով ես դու։ Ռուսը ընդամենը չի խառնում, որտեղ իր պետք է խառնվել։ Ես դրա պատասխանը միշտ տեսել եմ, շատ ասում են Ռուսաստանը կորցնում է, Հայաստանը կորցնում է, Կովկասը, ես ասում եմ ձեզ թվում է թե կորցնում է։ Հայ ժողովուրդն է կոտորվելու, ռուսին տես տարածքն է պետք, հայ ժողովուրդ իրան պետք չի։ Հայ ժողովուրդը իր ճակատագիրը ինքն է որոշում, իսկ տարածքի ճակատագիրը ռուսն է որոշում։ Լուսնե ջան, այս տարածքը ռուսինն է, քանի ռուսը հզոր է։ Ոչ ոք չի կարող այս տարածքը ռուսի ձեռից վերցնի։ Հայերին կարա կոտորեն, մեզ կարա թուրքը կոտորի ինքը գաստի ապրի, օրինակ, ստե կարա բնակեցված լինի այլ ազգերով, հայ չմնա, հայերը փախնեն էտան, բայց որ այս տարածքը ռուսինն ալնելու, դրանում ոչ ոք չկասկածի։ Ու ռուսը ուզում է ստեղ բանանի Նիկոլ ասма չէ, հա։ Ռուսը որ ուզի, հիմի Սամվել Կարապետյանը ստե մի ժամ չնստի, ձեզ թվա կնստի։ Վերտելոտով նա դեսանտ իջացնի, ասես գա հանգիստ, տելուչնիկների բանը ասել ասի դուրը բացել է։ Բացել է դուրը։ Խելոքտի չբացեն, Սամվել Կարապետյանը դուրս գա։ Ով է կանգնելու ռուսի դեմ, մի հատ ինձ ասեք։ Թուրքի դեմն է քաքում տակները տարա, հա որ ռուսը ձեզ գցի քացու տակ, դու գիտեք, այդ մարդը կասի Վլադիմիր Վլադիմիրիչ, դուք ճիշտ եք։ Ժողովուրդ ջան, մենք սխալ ենք, ուսումն ասում մենք սխալ ենք, Ալիևն է ճիշտ, կասի Վլադիմիր Վլադիմիրովիչն է ճիշտ։ Այսինքն պրямо այս անասունին ով գցում է քացու տակ նա ինձ է վախում։ Սա չի իմանում որ այդ թուրքերը ռուսի sense այսպես ոտի տակի բաներ չկան, որից դու սարսափում ես, Սարա։ Որ ռուսը չուզեր հանգարտ, չուզեր, թուրքով էլ որ կանար մեզ այս օրը գցեր։ Այդքան խելք չունեն, մի մետր ենկոմ չեն կարող նային, հասկանում եք Լուսնե ջան, որ աշխարհի հզոր պետությունը Ռուսաստանն է, մեկ էլ Ամերիկան է։ Դու էսի ռուսի ազդեցության գոտին է, ռուսի տարածքն է էսի։ Դու կարաս ռուսին պրոցի ստեղ բան անես։ Էլ եմ ասում, Ռուսաստանը որ ուզի խառնվի ստեղի ներքին կյանքին, ասենք չի ուզում Սամվել Կարապետյանը նստի։ Մի ժամ հետո Սամվել Կարապետյանը դուրս կլինի։ Ասեցի ոնց 100 բազա կամ վերտալոտով կգա մի հատ դեսանտ կիչացնի պրամունդ է 100 բազային կասի գնացեք ազատի քանի ժամ կտև միջև Լեննականից հաս մի կես ժամ մի ժամ Լեննականից հասնես դե կգար կասեն դուրը բաց արա մեկը կարա չբացի դե կբացեն ու կհանեն դուրս Պոստը ռուսը չի խառնվում մեր ներքին կյանքին էլ եմ ասում խի Լուսնե ջան որտեվ Ռուսաստանին էս մեր ժողովուրդը չի էլ հետաքրքրում իրան էս տարածքն է պետք մեր ժողովուրդը եթե Կուզի կդիմի ռուսին ինչ-որ օգնության կօգնի, բայց եթե ժողովուրդը չի ուզում, ասում դուք ու կյանքը, դուք ու ճակատագիրը, ու այդ առումով էլ ասենք իրան հալար, որ մեզ չի պարտադրում այս կամ են, էլի, ռուսը հասկանում, ապրի ոնց ուզում ես, ինչ ուզում ես Սարա, ինչ քալակ կբերես գլխիդ բեր, ես իմ խորհուրդը քեզ տալիս եմ, օգնության ես կարիքը կունենաս կօգնեմ